յոգան հղիության վրա ինչպես անդրադառնում եւ հետ ծննդաբերական շրջանում արդյոք կա տեսակ յոգայի, որով կարող է զբաղվել ու թեթևացնել վիճակը ու հետո հետ ծննդաբերական դեպրեսիա ասվածներ կա, չէ՞, դեպրեսիայից դուրս գալու համար արդյոք կա ինչ-որ միջոց, յոգայի միջոցով կարող հաղթահարել։ Երբ որ մկանները ամուր են լինում, պատրվածքները ծննդաբերության ընթացքում տոկոսը կքչանա, կեսարյանի շանսերն են ավելի քչանում։ Մենք երեխաների դեպքում էլի շատ օգտակար է, երեխաների դեպքում ավելի դինամիկ յոգա է պետք, քանի որ երեխաները աշխուժ են, լիքը էներգիա ունեն, իրաք եթե դանդաղ մի բան տաս, իրանք այնտեղ կսկսեն ամբողջ այդ ստուդիաները ասենք ունեմ ինչ-որ գույնավոր քարտերով ցույց եմ տալի, այս որ կենթանին է գուշակեք իրանք ասում են, ասենք կենթանու արմոնակ։ Եթե հետո անենք հոգեբանության տեսանկյունից, ինչ-որ հետաքրքիր թեմա ունենք, շատ մամաներ կան ինձ հետևող, ինվալիդներ վստահ եմ, որ անելանելի ինչ-որ իրավիճակներ լինում են, որ բոլորիս մոտ է լինում են, չգիտես ոնց վարվես, որ ճիշտ լինի, ու բոլորիս էլ հոգեբանի խորհուրդը պետք է էլի, անհրաժեշտ է, կարիքը ունի։ Դիշուտին ամենապարզ ֆրանայաման է ինքը ու ամենաօգտակարներից մեկը, ցանկացած մարդ, ցանկացած պահի կարող է։ Շնչառական վարժությունների մասին, իսկ յոգայում այդ ֆիզիկապես եւ վարժությունների անուններն մի քիչ դրա մասին խոսի, որ օրինակ հոդերն են լավանում, չգիտեմ, արյան շրջանառությունն է լավանում, տարբեր տեսակներ, օրինակ դե հիմա պրակտիկորեն չես կարող տալ, բազ է, բայց ձևով մի երկու խոսքով կարող ես ներկայացնել։ Այո, այս պահին ես պրակտիկ դե չեմ կարող, ինչպես նշվեց ցույց տալ, բայց ասեմ, որ շատ հիվանդություններ հենց իմенно յոգայի տեսքով, հա, մենք կարող ենք բավականին մեծ օգուտ ստանալ, եթե զբաղվենք, որովհետև յոգան ցանկացած ասանա կատարելուց մենք միշտ հիշեցնում ենք ինքներս մեզ եւ նաեւ մեր աշակերտներին, որ մենք պետք է ճիշտ շնչենք։ Դա ամենակարևոր բաներից մեկն է, որ մենք զբաղվում ենք, ասենք, ուրիշ սպորտով, ֆիթնեսով կամ բան, շատ դեպքերում մենք կարող ենք մոռանանք, թե ինչպես ենք մենք շնչում, արագ շնչենք, միայն բերանով շնչենք, քթով նորմալ շնչենք, ոնց ենք արտաշնչում, մենք ուշադրություն չենք դարձնում, որտեղ մենք կենտրոնում ենք, թե ֆիզիկապես ինչ ենք անում։ Բայց երբ որ մենք զբաղվում ենք յոգայով, մենք կենտրոնում ենք, թե մենք ֆիզիկապես ինչ ենք անում եւ երկրորդը ինչպես ենք շնչում։ Դա շատ մեծ նշանակություն ունի։ Ասենք, երբ որ մենք կատարում ենք որոշակի ասանա, օրինակ կատարում ենք ասանա, որը որ հենց ուղղված է որոշակի, հա, հիվանդության դեմ։ Օրինակ, ես այս վերջերս անգլերեն լեզվով էր, բայց ունեցա մի փոքր լայվ վիդեո, որտեղ որ խոսացի բանի գլխացավերի վերաբերյալ, թե ինչպես յոգան կարող է օգնել մեզ ձերբազատվել գլխացավերից, միգրենի, հա, այդ միգրենիային ցավերից, որոնք որ մի սարսափելի ուրիշ մի բան է։ Ու ես անձամբ մարդ, որը որ ահագին երկար տառապում է այս միգրեններից ու ահագին դեղեր եւ ինչ ասես խմել է, ու որոնք որ ինձ ընդհանրապես ժամանակավոր օգուտ էին տալիս, բայց երբ որ ես իսկապես սկսեցի զբաղվել, ես զգացի երկարատև արդեն աստեցությունը եւ փոփոխությունը, քանի որ երբ որ դու անում ես որոշակի վարժությունը, հա, ասանան, որը ուղղված է կոնկրետ այդ հիվանդության համար, որ դա լավացնիքով վիճակ եւ շնչում ես, քանի դեռ անում ես դա, ճիշտ շնչում ես, երբ արտաշնչես ու երբ, հա, ներշնչես, դա մեծ նշանակություն ունի։ Հիմքը հենց յոգայով զբաղվելով, որ մենք, երբ որ անում ենք ասանան, մենք ճիշտ պիտի շնչենք դրա ընթացքում։ Անդադ մենք պիտի մեր մտքում պահենք, որ ես պետք է ճիշտ շնչեմ։ Եվ նաև շնչառական իհարկե վարժություններն ենք անում, դրանից հետո, այսինքն այդ բոլոր պրանայամաները մի քանի տեսակի, որոնք որ շատ մեծ ազդեցություն են տալիս մեր, հա, օրգանիզմի վրա եւ յոգան ինքը նաև ասեմ, որ ինքը մի մասն է այուրվեդայի, հա, այուրվեդան դա հնդկական տրադիցիոն մեդիցինան է, ցանկացած հա երկիր ունի իր տրադիցիոն մեդիցինա, կոնկրետ այուրվեդան ինքը բուժում է խոտաբույսերով, ոչ մի քիմիկատներ այնտեղ չեն օգտագործում իրաց դեպքերում, միայն խոտաբույսերն են եւ ամենակարևորը նաև յոգան։ Դա պարտադիր պայմաններից մեկն է հենց այդ այուրվեդայի, հա, տարբեր մասաժներ են կատարվում եւ նաեւ
տարբեր յոգայի ասանաներ են նշանակում, շնչառությունը, այսինքն մեր օրգանիզմը ինքը ոնց է, ինքը միայն մի մասից չի կազմված, չէ, ինքը կազմված է մեր, ասենք, արտաքինից, ներքին մեր օրգաններից, կազմված է մեր հոգեկան, հա, իրավիճակից, ինքը տարբեր, ոնց որ ասենք, շերտեր ունի։ Մենք երբ որ աստում ենք, ուզում ենք բուժենք, մենք պիտի բուժենք բոլոր շերտերի վրա, ոչ թե միայն մի շերտերի վրա։ Չէ՞ որ ասենք, երբ որ ինչ որ վերք է լինում, երբ որ վիրահատում են, հա, բժիշկը վիրահատում, ինքը մենակ արտաքինից կաշին խոմ չի կարում, ինքը ներքինից, եթե վնասված կա, մկաններն է կարում, ջլերն է կարում, հա, այդ բոլորը նույն ձևով, այդ ձևով էլ նաև ցանկացած հիվանդությունների դեպքում այս մոտեցումը, հոլիստիկ, հա, ամբողջական մոտեցումը շատ մեծ նշանակություն ունի։ Յոգայի հենց մոտեցումը դա է։ Ու ինքը դրանով կապված է նաև այուրվեդայի հետ։ Այուրվեդան դա իհարկե շատ լայնածավալ թեմա է, որը որ մենք այս անգամ որովհետեւ չկարողանանք շատ բուժություն է, չէ, բուսաբուժություն, բուսական հիմքով դեղամիջոցներ են, որոնք մարդու, հա, մարմնի տիպի ըստ այուրվեդայի օրինակ այուրվեդի բուժումը շատ ավելի դանդաղ արդյունք ստանալը ճանապարհը դանդաղ է։ Ճիշտ է, արդյունքը դանդաղ է։ Հիմա նայ, օրինակ շատերը կարող են ասել, եթե Հնդկաստանը ունի այուրվեդա, ինչ են հնդիկները գնում հասարակ բժիշկների մոտ, հա, western medicine ոնց որ ասում են, ու այդ դեղերը խմում, այդ քիմիկատները կուլ տալիս ու պարզ մի պատասխան, որովհետև մարդիկ անհամբեր են։ Մարդիկ համբերություն են։ Բոլորը ուզում են ամեն ինչ հենց այս պահին, այս վայրկյանին միանգամից արդյունք լինի։ Ոչ մեկ չի ուզում ջանք, եռանդ, որտեվ այուրվեդայի դեպքում, երբ որ դու բուժվում ես, որոշակի դիետա միգուցե ստիպված կլինես պահել, որոշակի սնունդ չպիտի ուտես, քանի որ այդ սնունդը քո այդ խնդրի կամ այդ օրգանի վրա, ասենք, բացասական է ազդում։ Մենք շատերս այդ գիտելիքը չունենք, մեր նախնիները ունեցել են այդ գիտելիքը, որովհետև նրանք բնությանը շատ ավելի մոտիկ են, չի ապրել, ասենք, երբ որ իրանք եղել են, իրանք, ասենք, նո Հայաստանում էլ չէ նախկինում, ասենք, մենք ունեցել ենք մեր այդ բժշկությունը։ Ես շատ տեղեր կարդացել եմ, ասենք, ոնց որ ինչ որ դաժե մամաները մեկ կասեն վերցրու, այնտեղ չգիտեմ, մեղրը, լիմոնը, խառնի, սարային արա, խմի, ու իսկապես օգնում է։ Ասես փաստը մնա փաստ, որ հետո քեզ լավ ես զգում դրանից հետո։ Հա, ու նույն ձևով է փաստորեն այուրվեդան, որ այդ ձևով ըստ մարդու մարմնի այուրվեդայում փաստորեն մարդ ցանկացած մարդ բաժանվում է 3 տիպի ըստ իր մարմնի կազմվածքի, այնտեղ ասենք կա այնտեղ պիտա, կա ասենք շատ 3 տիպի, հա, ու ասենք ըստ դրա թե արդեն կախված քո կազմվածքից ինչպիսի սնունդ դու պետք է ուտես։ Դու ամեն ինչ հաշվարկած է, երբ պիտի զարթնես, երբ պիտի քնես, ինչ յոգայի բանով պետք է զբաղվես, հա, ասանաներով, բանով, հետո ասենք ոնց Այստեղ ես պատկերացնում եմ, եթե ինչ-որ մեկ ուզում է ինչ-որ բուժում ստանալ այուրվեդայի միջոցով, կամ եթե ինչ-որ խորքային հիվանդություն էլ չէ, բայց այուրվեդան ընդունում է որպես իր համար փոքրիկ թեկուզ խնդիրների բուժելու միջոց, ու յոգայով Ստարբի առավոտյան այս ժամում պիտի արտանասա չպիտի կենթանական ծագում ունեցող շատ ու շատ մթերքներ չպիտի ուտի, ես պատկերացնում, որ այդ մարդը պիտի ապրի մաքուր բնության հիմա այդ պատկերն է, բնության գրկում, զլավներ են հոսում, դե հա, դա ցանկալի է, դա ցանկալի է, բայց ցավոք սրտի այս պահին այս դրությամբ նենց է, որ ոչ մեկ էլ այդ տենց բանով չի ապրում, փաստորեն գոտիում շատ դժվար է այդպիսի մի տեղ ապրելը, Բայց երևի մարդիկ ովքեր արդեն անցնում են թոշակի, շատ-շատերը նախընտրում են գնալ օրինակ առողջարանային քաղաքներ, որտեղ օդը ավելի մաքուր է, գործարանները չկան եւ այլն մեքենաները, այնտեղ ավելի առողջ ապրելակերպ են սկսում վարել։ Խելացի մարդիկ է։ Այո, մենք օրինակ ես այստեղ ունեմ, ես իմ ամուսնուս քրոջ հետ միասին, հա, ինքը այուրվեդիկ բժիշկ է, մենք երկուսով ունենք մեր այուրվեդիկ ցենտրը, կենտրոնը, ու մենք շատ հիվանդներ ունենք, տարբեր տիպի եւ նաեւ արտասահմանից շատ մարդիկ են գալիս, այստեղ իմенно Հնդկաստան, այուրվեդիկ բուժումներ ստանալու եւ այլն, ու իսկապես ասենք, որ տեսնում ես, երբ որ մարդիկ պահպանում են, ասենք, ճիշտ ձևով հետևում են, անում են, ասենք, ինչքան մեծ փոփոխությունները իրենց մեջ դա լինում։
շատ օրինակ մաշկային շատ հիվանդություններ կան, հա, իմինը, որ մաշկային հիվանդությունները դեղերի միջոցով, օրինակ, հա, western այդ ալոպաթիկ մեդիցինայի միջոցով ինքը չի բուժվում, ինքը միայն ժամանակավոր քեզ ինչ որ արդյունք է տալիս, հա, բայց ասենք այդ նույն պսորիազը, այդ նույն ինչ որ այդ տիպի, հա, լուրջ ինչ որ հիվանդություններ, իրանք իրական չեն բուժվում, իրանք միայն ստերոիդների երբ որ ընդունում ես ստերոիդներ, այդ մազերը քսում ես, դեղերը խմում ես, իրանք ժամանակավոր թեթևացում են քեզ տալի, բայց այուրվեդան դա բուժում է։ Դա միակ բանն է, մեդիցինան է պատճառը, որ բուժում է։ Տարիների հարց է, չէ՞ լույս, տարիներ են պետք, որպեսզի վերջնական ինչ-որ արդյունքի հասնես։ Որտեվ թեկուզ մեկ տարում չի, չնայած դա էլ է ինդիվիդուալ։ Ասա որ մարդիկ կան, ովքեր որոնց դեպքում օրինակ տարիներ կարող է տևել, մարդիկ կան ամիսներ, մարդիկ էլ կան, որ իրենց օրգանիզմը չի ընդունում, չի ստացվում, երկար ջանքերից հետո չի ստացվում, այդ տոկոսն էլ կա։ Կախված է, նայ, կախված է մարդուց, կախված է թե ինչքանով է ինքը ճիշտ պահում բոլոր այդ դիետաները, ինչ որ իրանից բժիշկը պահանջել է, եւ նաեւ կախված է այուրվեդիկ բժշկից։ Տարբեր բժիշկներ կան բժիշկներ, որոնք որ բանիմաց են, իսկապես բանիմաց են, իրանք իրենց գործը շատ լավ գիտեն, իրենք այդ թուրմերը անձամբ են պատրաստում։ Սենց ասեմ, օրինակ ստեղ կա շատ հայտնի, հա, ֆիրմաներ, այնտեղ, չգիտեմ, նույն Հիմալայաները, նույն այդ, հա, Պատանջալին է։ Երբ որ իրանք արտադրում էին իրենց դեղերը շատ փոքր քանակով, իրենց դեղերը շատ բարձր որակ ունեն, բայց հիմա դա մասսայական արտադրություն է դարձել։ Մասսայական արտադրության դեպքում դու չես կարող ապահովել նույն որակը։ Որակը գնում է, որովհետև դեղը պետք է դառնա ավելի էժան, դեղը շատ մեծ քանակով պետք է արտադրվի։ Դա հնարավոր չէ, որովհետև այուրվեդիկ դեղերը ուրիշ ձևով են պատրաստվում, ասենք թուրմը պատրաստել է, թուրմը երկար ժամանակ միգուցե պետք է պահպանվի ինչ-որ տեղ մնա եւ այլն, շատ խիստ, հա։ Ու ասենք այդ մասսայական հիմա այդ կամպանիաները որ կան, իրականում իրանց դեղերը կոնկրետ ինչքանով որ ես եմ իմ փորձից հասկացել, ես կոնկրետ չեմ օգտագործել, բայց շատերի հետ որ ասենք հանդիպել եմ շատ մարդկանց, որոնք եկել են, իրանց մոտ ինչ որ կամ օգուտ չի եղել, կամ ասենք շատ քիչ օգուտ եղել, բայց ասենք երբ որ դու գտնում ես հա, ճիշտ բժշկի, որը որ ինդիվիդուալ կպատրաստի, այսինքն այդ բժիշկը քեզ կհետազոտի, կհասկանա կոնկրետ քո օրգանիզմի տիպը, քո խնդիրները ու քո համար կպատրաստի շատ փոքր քանակի դեղ, որը որ միայն կտակես ու կողքի հիվանդին չի տանի դեղը։ Այդ դեղերը արդեն կարա շատ մեծ փոփոխություն ու ազդեցություն ան։ Ուղղակի ցավոք սրտի տարիները ինչքան գնում են, ավելի այուրվեդիկ բժիշկները այստեղ էլ քչանում են, որում լավ մասնագետները շատ ու շատ ավելի դժվար է գտնելը։ Բոլորը ուզում են հեշտ հանգիստ ու այուրվեդիկ բժիշկները, ինչ ասեմ, շատ գումար այստեղ չեն աշխատում, որտեվ հիվանդներ չունեն, հա, ու դրա համար շատերը մտածում են այսքան տանջվում, բայց ասենք նույն իրանք էլ են սովորում համարյա կարելի ասել նույն ձևով ինչ որ մնացած, հա, բժիշկները շատ բավականին խիստ ձևով եւ այլն, հա, բայց ասենք օրինակ դուս եթե վերցնենք մի մեծ հիվանդանոց, մեծ կամպանիայի հիվանդանոց, որ պետական հիվանդանոց չէ, մասնավոր է, այդտեղ օրինակ չեն ընդունի երևի այուրվեդիկ բժշկի, չէ՞։ Այուրվեդայի համար հատուկ առանձին կլինիկա կամ դու պիտի հիմնես, եթե դու կամ որ սպոնսոր բան գտնես, հովանավոր, որպեսզի բացի, որովհետև այդ մասը չկա, էլի, այդ ճյուղը ոնց որ սովորական հիվանդանոցում, որ սա այսա այուրվեդիկ բժիշկն է այստեղ նստում։ Չէ։ Հա, ստեղ իրանք չեն բանան, որտեվ սենց ասեմ, կոպիտ ասած կոնկուրենցիայի հարց է, հա, որովհետև եթե իրանք տեղ տան այուրվեդիկ բժիշկների, մարդիկ կարող է գերադասեն ավելի շատ գնալ այուրվեդիկ բժշկի մոտ կամ սկզբից գնան այուրվեդիկ բժշկի մոտ, նոր կան մյուս մասնագետների մոտ, դրա համար իրանք դա չեն գերադասում են, որ ասենք չնշեն կամ բան չանեն, չընդունեն մնացած մյուս բժիշկների հետ միասին։ Ու դրա համար այդպիսի խնդիրներ ա լինում։ Յոգան հղիության ընթացքում շատերին է հետաքրքրում, ես հարցեր եմ ստացել, հարցեր ասելով, ասենք խոսեք նաև յոգան հղիության վրա ինչպես անդրադառնում եւ հետծննդաբերական շրջանում արդյոք կա տեսակ յոգայի, որով կարող է զբաղվել ու թեթևացնել վիճակը ու հետո հետծննդաբերական դեպրեսիա ասվածներ կա, չէ՞, դեպրեսիայից դուրս գալու համար արդյոք կա ինչ-որ միջոց, յոգայի միջոցով աղաս հաղթահարել։
Դե հենց հղիության յոգան փաստորեն ինքը բաժանվում է երկու մասի՝ պրենատալ, պոստնատալ, այսինքն միշտ ծննդաբերությունը հենց ամբողջ հղիության ընթացքում եւ ծննդաբերությունից հետո։ Ու ես միշտ նշում եմ, ես անձամբ ինքս զբաղվում եմ, հա, հղիների յոգայով, այդ մասնակցել եմ նաեւ այդ ճյուղի մեջ, ու միշտ նշում եմ, որ երբ որ զբաղվում ենք հղիների յոգայով, պարտադիր պետք է առաջին հերթին ինքնուրույն չենք զբաղվում։ Եթե դու երբևիցե յոգայով չես զբաղվում, շատ զգույշ պետք է լինես, որովհետև պետք է հստակ իմանաս ճիշտ ես անում, թե սխալ ես անում։ Քո, ասենք, որոշակի խնդիր եթե ունես դու կարելի է, թե չի կարելի, որոշ ինչ անես, ինչ խոսքով, հա, բժշկի հետ։ Ես սովորաբար երբ որ զբաղվում եմ, հա, ես միշտ վերցնում եմ իմ բոլոր աշակերտների, հա, այդ իրանց պատմությունը մեդիցինսկի, հա, թե իրանք ինչ հիվանդություն ունեն, ինչ միգուցե խնդիրներ ունեն, որ ես հստակ իմանամ, ես իրանց համար ծրագիր ստեղծեմ մի հատ, ինչ կարող եմ կամ չեմ կարող անել։ Երեմին ես միշտ խորհուրդ եմ տալի, որ անպայման գինեկոլոգի բժշկի հետ խորհրդակցե, հա, այդ հղի նոր, ասենք, եթե ինքը վստահ է, որ ինքը ուզում է, ինքը ոչ մի լուրջ ֆիզիկական խնդիրներ չունի, որովհետև կան դեպքեր, երբ որ ասենք մենք առողջական այնպիսի լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած, որ մեզ ընդհանրապես ոչ մի ֆիզիկական ակտիվություն չի կարելի անել։ Այդ դեպքում մենք սովորաբար, եթե ասենք այդպիսի դեպք կա, ռիսկային, հա, հղիություն է, իմ մոտ կան նաև այդպիսի հղիներ, որոնք որ ռիսկային մեծ գոտու մեջ էին գտնվում, շատ ինչ-որ լուրջ խնդիրներով եւ այլն, ես իրանց հետ միայն անցկացնում էի շնչառական վարժություններ, պրանայամա, ուրիշ ոչ մի բան եւ մեդիտացիա։ Այսինքն մեդիտացիան նաև նրա համար, որ ինքը այդ որտեղ ստրեսի մեջ է, արդեն ինքը գիտի, որ ինքը խնդիրներ ունի, այդ ստրեսային իր հոգեվիճակը ասում է նաև իր երեխայի վրա, աճող բալիկի վրա, հա։ Երբ որ ինքը զբաղվում է մեդիտացիայով, ինքը կարողանում է հանգստացնել իր հոգեկան վիճակը, ինքը կարողանում է ինչ-որ պոզիտիվ, հա, վիճակի իրան բերի, դա անդրադառնում է նաև շատ դրական ձևով երեխայի վրա, քանի որ մայրն ու երեխան կապված են։ Ինքը քանի հղի է, այդ ոնց որ բոլոր էմոցիաները, բոլոր զգացմունքները, այն ամեն ինչով անցնում է մամա, նույն բանը, դա արդեն ոնց որ ասում է գիտական բան է, հա, դա նույնը անցնում է երեխայի վրա, դառնում է, այո, երեխպտղի վրա։ Ու դրա համար ես զբաղվում էի փաստորեն կոնկրետ շնչառական վարժություններով, երբ որ իրանք լավ շնչում են։ Ընդհանրապես հղիների ընթացքում հղիության մեջ ինչն է լավ, երբ որ զբաղվում ես յոգայով, նախ մարմինը դες նախապատրաստում արդեն ծննդյանը, երեխայի ծննդյանը, մեր մկանները եւ այլն, ասենք շատերը կարծում են, երբ որ հղի են, իրանք պիտի вообще քշած հուշ ունեն, չշարժվեն, մենակ նստեն ուտեն, ու վсё։ Բայց իրականում այդքան էլ ճիշտ չի, ասենք եթե մենք չունենք պատմություն, հա, առողջական խնդիրներ, մենք առողջ ենք, մենք պիտի շարժվենք։ Ինչքան շատ շարժվենք, այդքան ավելի հեշտ մենք կծննդաբերենք։ Կեսարյանի տակ հաստատ ընկնելու շանսերը շատ կքչանան։ Ոնց որ ասում եմ, ոչ մեկս չենք կարող 100% ինչ-որ բան, ոնց որ ասում եմ, որոշենք ու ասենք տենց միայն կլինի, որովհետև շատ բան անդրադառնում է, բայց բայց մենք կարող ենք անել ինչ-որ մի բան, հա, այդ ուղղությամբ անել, չէ՞ որ մենք կարող ենք անել այդ ուղղությամբ։ Ու երբ որ մենք հղիության ընթացքում զբաղվում ենք յոգայով, ինքը փաստորեն ինչա քչացնում է ստրեսը, պակասացնում է այդ ստրեսային վիճակը մեզ մոտ, ապահովում է լավ քուն, օգնում է ավելի լավ քնելու։ Նաև քչացնում է մեր մեջքի գլխի ցավերը, ասենք շատ դեպքերում հղիների մոտ մեջքն է ցավում, գլուխը շատ տարբեր, ասենք հոդերը եւ այլն, յոգան օգնում է այդ ամեն ինչը, որ մեզ քչացնի, թեթևացնի, հա, այդ ցավերը։ Ամրացնում ենք մեր մկանները ամբողջ մարմնի եւ հատկապես կոնկրետ հղիների համար դա որոշակի ասանաներ կան, որոնք որ իմինը հենց կենտրոնանում են մկանների վրա, որոնք որ ոնց ասում հոդային շրջանի, հա, մկանները եւ այլն, pelvic region, հա, որ մենք ավելի երբ որ մկանները ամուր են լինում, պատրվածքները ծննդաբերության ընթացքում տոկոսը կքչանա, կեսարյանի շանսերն են ավելի քչանում, մենք կարող ենք նորմալ ձևով, առողջ ձևով ծննդաբերել մեր բալիկին եւ ամենակարևորը որ մեր օրգանիզմը նույնպես կմնա առողջ, մենք ինքներս մեզ էլ չենք վնասի, հա, շատերը մտածում են կարևորը երեխան առողջ լինի, մենք հետ էլի ջանդամ, մենք մի ձև ոնց որ ասում եմ, տակից դուրս կգանք, հա, բայց մենք էլ ենք կարևոր, չէ, որ մենք պետք է մեր մասին մտածենք, մենք հետո այդ երեխայի մասին պետք է վիճակի լինենք, հոգ տանենք։ Ու հա, այդ ճիշտ շարժությունը։
անդրադառնանք դրան, անցնենք առաջ հետո, որ հղիության ընթացքում արդյոք տնային պայմաններում ճիշտ կարելի է զբաղվել յոգայով, եթե օրինակ, ինչպես նշեցի, խնդիրներ չունես, ընդհանրապես խնդիր չունես, ամեն ինչ հարթ է ընթանում, ու բժշկից հարցնում ես, ամեն բան նորմալ է, պտրի հետ ամեն բան նորմալ է, բուժմավտանգ չկա, այդ դեպքում կարելի տան պայմաններում զբաղվել յոգայով, օրինակ նայելով ինչ-որ հոլովակ, պրոֆեսիոնալ հոլովակ։ Եթե նայում ենք պրոֆեսիոնալ հոլովակ ու ուսուցիչը, որը որ դասավանդում է ինքը կվալիֆիկացիա ունեցող ուսուցիչ է, որը որ շատ լավ եւ կարողանում է բացատրի, ասենք, ինչ պետք է արվի, ոնց պետք է արվի, հստակ ցույց է տալիս, եւ այդ կոնկրետ հղին չունի ոչ մի առողջական խնդիրներ, ապա ինչու՞ չէ, կարելի է տանը նույնպես անել։ Ես օրինակ անձամբ մի պահ ես քանի որ ունեմ իմ Instagram-ը եւ նաեւ ունեմ առանձին Facebook-յան էջը, Soul Yoga with Lucy, ես այնտեղ մի շարք պայման, վիդեոներ ես դրել եմ, որ տան պայմաններում, այո, հենց կարող են, ասենք, ես կոնկրետ դրել եմ հետ ծննդյան վիդեոներ, այսինքն երեխայի ծննդաբերելուց հետո կոնկրետ ինչ ասանաներ կարելի է անել։ Մի քանի վիդեո այդպես դրել եմ, որովհետև այդ դեպքում էլ պետք է զգուշ լինենք։ Եվ միշտ զգուշացնում եմ, որ պիտի հստակ լինի, որ դուք առողջական խնդիրներ չունեք, որ դուք ձեր բժշկի հետ խորհրդակցել եք եւ կարող եք հետեւել։ Եթե դուք ունեք առողջական խնդիրներ եւ այլն, ավելի լավ է անել միայն երբ որ ինստրուկտորը ձեզ հետ միասին է, յոգա ինստրուկտորը, հա, որովհետեւ ինքը արդեն կտեսնի ձեր վիճակը, ինքը ձեր կողքին կլինի, որպեսզի ձեզ օգնի, որ այդ ամեն ինչը, երբ որ դուք անում եք, ասենք, հատկապես որ մարմինը շատ պատրաստված չի, որ շատ մեծ նագրուսկա մենք չդնենք մարմնի վրա, որ դա կարևոր է, բայց եթե ոչ մի խնդիր բան չկա, կարևորը ուղղակի հիմա փաստորեն ինտերնետում ամենտեղ լիքը նյութեր կա, շատ յոգայի ուսուցիչներ, բայց բոլոր այդ ամբողջի մեջից շատերը չեն, որ ասենք իրականում ճիշտ են բացատրում կամ լավ են բացատրում, մենք պետք է կարողանանք ընտրել։ Դրա համար երևի թե պետք է մի շարք, ասենք, ինչ-որ բաների վիդեոներ նայել կամ եթե ինչ-որ ունեք մի հետ ինչ-որ ծանոթ կամ ինչ-որ մեկը, որը որ, ասենք, կվալիֆիկացիա ունեցող, հա, յոգայի մասնակից է, նա ձեզ կարող է հիշի, ասենք, ում վիդեոները լավ կլինի, որ ավելի նայեք, որ վստահ լինեք, որ կարող եք Ես կարող եմ հուշում, խնդիր չկա։ Instagram-յան եւ Facebook-յան այդ էջերով կհայտարարեմ, կդնեմ հիմա էլ հետո պասի վերջում, եթե վերջում, հետո ես story-ներում էլ կդնեմ, անպայման կմիանաք, իր հետ հարցեր ունենաք, կարող եք հարցակցվել, այդտեղ հարց է հնչում նորից նույն մարդու կողմից, լույս ջան, դեպրեսիայի ժամանակ կարող ենք տանը պարապել յոգայով, երևի թե դեպրեսիայից դուրս գալու համար։ Այո, կարող են, կան որոշակի ասանաներ եւ հատկապես դեպրեսիայի հետ կապված է հարցը, որտեղ նույն աղջիկն է հարցնում հղիության եւ սա, ինձ հղիության հետ է կապված էլի դեպրեսիայի ժամանակ։ Հա, դեպրեսիայի, դրանք փաստորեն տարբեր են, հղիության հետ կապված դեպրեսիան մի քիչ ուրիշ է, պարզապես դեպրեսիան որպես հիվանդություն ինքը ուրիշ է։ Որովհետև հղիության հետ կապված դեպրեսիան ինքը առաջանում է, որտեղ հղիության ընթացքում մեր մոտ հորմոնալ տարբեր ոչ թե խանգարում, այլ փոփոխություններ են լինում, որը որ նորմալ է ցանկացած մարդու մոտ հղիության ընթացքում լինում է հորմոնալ փոփոխություններ, հորմոնալ փոփոխությունների ընթացքում մենք կարող ենք զգալ մեզ այսպես ինչ-որ ճնշված հոգեվիճակում ինչ-որ չափ դեպրեսիա, որը որ դա կլինի ինքը կլինիկական դեպրեսիա չի, հա, ինքը կարող է հղիությունից հետո ինքը կարա շատ հեշտ ձևով, ոնց որ սկսվել է այդ ընթացքում, նույն ձևով, որ օրգանիզմը վերադառնում է իր նորմալ վիճակին, հա, ինքը կարող է անցնել, բայց այդ վիճակը թեթևացնելու համար իհարկե կան որոշակի հատկապես շնչառական վարժություններ, պրանայամաներ, կոնկրետ պրանայամաներ, որ իմինը ինքը հենց դեպրեսիայի դեպքում է, քանի անգամ է պետք օրանել, որ ժամերի։ Շատ մարդիկ, կներես, իստում է շատ մարդիկ, ասում են դեպրեսիայի մեջ են եղել են, այդքան էլ չեն ընկալում դեպրեսիա ասվածը, թե դա իրենից ինչ է ներկայացնում, երևի ինչ-որ սթրեսային իրավիճակներ, մտքերի խառնվում է իրար եւ այլն, քաոսային վիճակ գլխում ու մտածում են, որ դա դեպրեսիա է, ասում են դրա ինչ-որ աստիճաններ կան, ինչ չափի է, դա արդյոք այլ է կոչվել համար դեպրեսիա, թե ոչ։ Դու դա ասել հոգեբանական դեպրեսիան կարող է ախտանշվել միայն եւ միայն հոգեբանի կամ
հոգեբույժի կողմից։ Մենք ինքներս մեզ դեպրեսիա չենք կարող ախտանշել, որովհետև դեպրեսիան համարվում է շատ լուրջ հոգեկան հիվանդություն ինքը, հա։ Ինքը շատ լուրջ հիվանդություն է ու ամենածանր ըստ իս ամենածանր հիվանդություններից մեկն է, հա, որը որ շատ դժվար է բուժել, որովհետև դեպրեսիան շատ մեծ ձևով ազդում է մարդու կամքի վրա ու ասենք բացարձակապես ինքը ազդում է մարդու կամքի վրա այն աստիճան, որ ասենք եթե դու չօգտագործես որոշակի դեղորայք, հա, եթե չօգտագործես որոշ դեղորայք, ես խոսում կլինիկական լուրջ դեպրեսիայի մասին, հա, արդեն ու դեպրեսիան ունի մի քանի ստադիաներ նույնպես, հա, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, նայած որ ստադիայում է մարդը։ Կան դեպքեր, երբ որ առանց դեղորայքի շատ դժվար է այդ մարդուն իրականում այդ վիճակից դուրս բերելը, կարելի ասել նաև հնարավոր չի։ Եվ կան նաև ընկճված վիճակ, հոգեվիճակներ, հա, ինչ որ anxiety կամ բան ինչ որ այդ ժամանակավոր ստրեսի ազդեցության տակ առաջացած որոշակի փոփոխություններ, դա կլինիկական ախտանիշներ չի, դա կլինիկական հիվանդություն չի, դա պարզապես ժամանակավոր ստրեսի ազդեցությունից առաջացած, դա հա մեր ինչ որ հոգեվիճակ է, որը որ կարելի է շտկել շատ ավելի հեշտ ձևով, ասենք, դա կարելի է շտկել, այսինքն շնչառական վարժությունների, դա կարելի է շտկել մեդիտացիայի, ու սովորաբար ասենք դեպրեսիա իրականում ունեցող մարդկանց մոտ, ասենք, ես այդքան շատ մեդիտացիա չեմ խորհուրդ տալիս սկզբնական շրջանում, որովհետև մեդիտացիան հակառակը մեզ բերում է մեր մտքերի հետ, ավելի ոնց որ դու կենտրոնանում ես այդ կողմի մեջ։ Այսինքն դա կախված է արդեն թե ինչ ուղիով մենք կարող ենք գնանք շատ ինդիվիդուալ, այսինքն մարդու մոտ ինչ, պարզապես ստրեսի հետ կապված ինչ որ ընկճախտը կամ այդպիսի վիճակը, հա, դա մենք ինքներս մեզ չպիտի դիագնոզենք, որ մենք ունենք դեպրեսիա, որտեղ դեպրեսիան լուրջ բան է, մենք կարող ենք զգալ դեպրեսիվ վիճակ, որը որ չի նշանակում, որ մենք ունենք դեպրեսիա, դրանք երկու տարբեր բաներ են։ Դա կարող է լինել ակտիվացիա կամ րոպեներ, վայրկյաններ, ուղղակի ինչ որ իրավիճակից դա կարող է, որտեղ դեպրեսիան իրականում հիվանդություն ինքը էպիզոդներով է, ինքը երկար է տևում, ինքը կարա 6 ամիս տևի դեպրեսիան, մինիմում 6 ամիս, այսինքն այդ 6 ամսվա ընթացքում այդ մարդը անգամ անկողնուց վեր չկենա, բացարձակ, այդ մարդը չուզենա ապրի, այդ մարդը չուզենա ուտի, խմի, ընդհանրապես, то есть նորմալ այն ինչ որ մեզ համար որպես մարդ ասավորություն, հա սոցիումում ապրող մարդ մեզ համար դա շատ կարևոր է։ Այս մարդու համար դա բացարձակ ոչ մի արժեք էլ չի ներկայացնում, կորցնում է ամեն արժեք եւ իմաստ։ Դա տարբեր բաներ, բայց ասենք դեպրեսիվ ինչ որ վիճակներից, ասենք թեթև ընկճախտ կամ ինչ որ այդպիսի հոգեվիճակ ես դու զգում, ասենք ցանկացած ինչ որ կարող է ասենք տրավմայա ինչ որ եղել այդ մարդու մոտ կամ ինչ որ ստրեսային իրավիճակ ա եղել եւ այլն եղել, դրա հետևանք որպես այդ հոգեվիճակն է, դա շատ հեշտ կարող է շտկվել, այո, պարտադիր չի դեղորայքներով, դա կարող է շտկվել ճիշտ, ասենք, զբաղվելով յոգայով եւ ճիշտ շնչառական, հա, պրանայամաներով, վարժություններով զբաղվելու շնորհիվ։ Լույս ջան, հարց հնչեց, հարցերը շատ քիչ են, որովհետև մարդիկ հետաքրքրությամբ ավելի լսում են ու կարծում եմ քո պատմելու ընթացքում եւ շատ հարցերի պատասխաններ ստանում են, բայց մի հարելու հետ կապված հարց հնչեց, յոգան արդյոք կարող է նպաստել քաշի կորստին։ Միանշանակ, ես օրինակ որ իմ բալիկին ունեցա, հա, երկրորդ բալիկիս, ես շատ քաշ էի հավաքել, ինչքան էր Դա երևի մի ավելորդ 27 կիլոգրամ ավելորդ քաշ ունեի, իմ նորմալ քաշից։ Հա, Ես 22, ես ասում եմ շատ, այ 27։ 27, ես այնքան ծանր էի, հազիվ էի, ու ասենք, չնայած, ասենք, այդ ընթացքում, ասենք, շարժվել են բաննես, ես հաստատ մի տեղում չեմ եղել, բայց ասենք, հետո որոշակի թեթև խնդիրներ բաներ կային, որ մի քիչ զգույշ պետք է ես լինեի ավելի, բայց ասենք, շատ քաշ էի հավաքել, որովհետև անդադ քաղցր էի ուտում, անընդհատ, օր գիշեր ես քաղցր էի, չէի կարող ինձ կանգնացնել, հա։ Ու բացի դրանից, երբ որ ես ունեցա իմ բալիկին, ես այստեղ
տրադիցիոն Կերլայում ընդունված է հղիներին, որ իրենք ծննդաբերում են այուրվեդիկ բուժում պետք է մայրը եւ երեխան բալիկը ստանան, հա։ Մերսում նույնպես չէ, հատուկ մերսում եւ հատուկ մերսում, հատուկ թիմ են սարքում, հա, այդ խոտաբույսերը, որոնցով դու լողանում ես, որ քո այդ բոլոր, հա, հոդերը, մկանները ինքդ թույլատնի, որտեղ այդ ընթացքում ամբողջ մարմինդ լարված է եղել, հա, քո ստրեսը ամբողջ օրգանիզմի մազերդ, որ լավ սկսեն աճեն վերականգնել, վիտամիններ, հա, որ դու կարողանաս գնաս քեզ, բալիկին, ասենք, ողնաշարի վրա են շատ աշխատում, բանան, то есть ահագին բուժում է։ Այստեղ էլ են տենց լույս։ Ես էլ ծննդաբերությունից հետո 2 ամիս, եթե 2 ամիս կոմներ եմ ստացել ու հատուկ ինչ-որ ու դրա հետևանքով էլ ես իմ քաշը չի կորցնում, որտեղ ես սովորաբար շուտ եմ նիհարում, բայց քաշը չի կորցնում, որովհետև հատուկ ինչ-որ այդ սուպեր է, բան, ասենք, տենց ոնց որ ավելի յուղոտ էր ուտելիքը իմ համար, որ երեխային, ասենք, լավ սնունդ գտնի։ Ասում են այդ դին շատ պիտի ուտես, որ վերականգնի։ Հա, այդ տիպին, էլի, ու դրա համար ես տենց ոնց որ դարձել էի ահագին, հա, ու ես ասեցի ինձ հավաքեցի մի անգամից, ասացի սկսում ենք յոգայով նորից զբաղվել, հա, այդ որտեղ այդ մի ամսվա ընթացքում ես քանի այդ բուժման բանի մեջ էի, ինձ ասեցին, որ ես բան չանեմ, այդ առանձնապես յոգայով չզբաղվեմ, ես էպիդյուրալ, հա, այդ բանն էի, սրսկում էի ստացել իմ ողնաշարին, հա, ու ասացին, որ շատ զգուշ ես պիտի լինեմ, ու ես ասենք այդ մի ամիսը զգուշ էի։ Հա, հենց այդ վերջացավ այդ ամեն ինչ անցավ, ես միանգամից որոշեցի, որ ես պիտի զբաղվեմ արդեն բանով, վերսկսեմ յոգայով զբաղվել ու պատկերացրու ես 2 շաբաթվա ընթացքում ես զբաղվում եմ յոգայով, շաբաթը 5 օր, 2 օրը շատ խիստ չի, ինձ հանգիստ էի տալիս, հա, ես միանգամից առանց դիետայի, առանց ոչ մի բանի նիհարեցի 2.5 կիլոգրամով։ Հա, զուտ յոգայով զբաղվելուց ծննդաբերությունից հետո ինչքան ժամանակ մի ամիս հետո, ծննդաբերությունից մի ամիս հետո, որտեղ ես բանը կեսարյան չեմ ունեցել, սովորաբար եթե բնական ձևով ես ծննդաբերում, հա, ոչ մի ինչ-որ ուրիշ խնդիրներ չի լինում, դու կարող ես 4 շաբաթ երբ որ անցնում է, հա, ծննդաբերությունից հետո 4-5 շաբաթ անցնում, կարող ես սկսել յոգայով զբաղվել։ Եթե կեսարյան հատումով ես երեխայդ ունեցել, այսինքն մինիմում 2-2.5 ամիս մինիմում պիտի անցնի, որտեղ օրգանիզմդ արտաքինից կարերը կարող է եւ վերականգնվել, բայց ներքին կարերներ կաստրը, դրանք շատ շուտ չեն տնտանում, կպնում, դրա համար ժամանակ է պետք, որ օրգանիզմը լրիվ ամրանա։ Ու դրանից հետո էլի կարող ես զբաղվել, խնդիր չկա։ Ու ես շատ արագ սկսեցի քաշել կորցնել։ Այ որ ասացի, նոր հիշեցի, հղիության որ շրջանից կարելի է սկսել յոգայով զբաղվել, 3 ամիսից հետո երևի, թե դրանից առաջին օրվանից իրականում կարելի է սկսել զբաղվել, բայց ամեն տրիմեստր ունի իր համար նախատեսված ասանաները եւ շնչառական վարժությունները։ Առաջին տրիմեստրում սովորաբար եթե դու դրանից առաջ երբևիցե չես զբաղվել յոգայով կամ այլ ֆիզիկական ակտիվությամբ, հա, ինչ որ այդ դեպքում պետք է շատ ավելի թեթև մոտենալ, շատ զգուշ մոտենալ, հա, քչից մինչև օրգանիզմը ոնց որ ամրանա, բերես քեզ նախապատրաստես։ Եթե դու արդեն ունես փորձ դրանից առաջ, հույքից առաջ դու զբաղվել ես այս ամեն ինչով, այդ դեպքում դու արդեն գիտես քո օրգանիզմը ամեն ինչը ոնց է անցալում, ավելի ոնց որ արագ կարող ես առաջ շարժվել։ Ու ամեն տրիմեստրի հետ կապված փոփոխվում է, տարբեր ասանաների մեջ էլ է փոփոխություն անում, ասենք արդեն ինչքան ես ասանանում, ինչքան ժամանակ է շնչառական վարժություն անում, այդ հա դա էլ է փոփոխվում արդեն այդ ժամկետը, դրա համար այդ ամեն ինչը արդեն կախված է քո որ տրիմեստրում ես դու գտնում առաջին, երկրորդ, թե երրորդ, իսկ ամենակարևորն է ոնց որ քանի որ դու պարակում ես անընդհատ այդ պրանայամաները, հա, ճիշտ շնչերն ես սովորում, դա շատ օգնում է նաև ծննդաբերության ընթացքում, որ դու ոնց որ քեզ հանգստացնես, մտովի ու սկսես ճիշտ շնչել, որտեղ ճիշտ շնչելը շատ մեծ նշանակ է։ Անգամ ծննդաբերության ընթացքում ես այդ ցավերի մեջ ես ասում եի, «Բայ, ինչ լավ է, որ ես արել եմ յոգա, որովհետև 6 ամիս հղիության ընթացքում զբաղվել եմ յոգայով ամեն աստծոր, առավոտյան անպայման յոգա եմ արել, հետնել քայք եւ այլն այդ ամեն ինչը արել եմ, հա, ու շատ լավ էր, ես ինձ շատ լավ էի զգում, ուզում եմ որ յոգայի ընթացքում ես բալիկիս խաղը շատ լավ էի զգում, շատ ավելի հապուկ էի զգում, քան օրինակ օրվա մշտացած մասերում։ Ես օրինակ երբ որ այդ շնչառական վարժությունը հանգիստ վիճակում էի գտնվում, ես այդ խաղը խփոցը շատ լավ զգում էի,
դրական էներգիան ասում մեդիտացիա յոգայի մարզիչը որ հետևում է ասում էր օրինակ բալիկին փոխանցում ենք լավ էներգիա հիմա բալիկը հետ ոնց որ կարձագանքի դան ու բալիկն արձագանքում ոնց որ ասում էի սա շատ լավ է ինձ վրա անդրադառնում ու ավելի շատ ու էներգիա է ստանում օրվա մնացած մասը անցկացնելու համար հա շատ ճիշտ նկարագրեցիր մենք այդպես էլ կա որ մենք զբաղվում ենք, դա մեծ իրականում շատ մեծ պոզիտիվ, հա, դրական ազդեցություն է ունենում մեր եւ մեր բալիկի վրա, քանի որ մենք կապված ենք եւ մենք եւ մեր բալիկը, ու ասենք մենք այդ բոլոր դրական մեր զգացմունքները, էմոցիաները փոխանցում ենք մեր ճուտիկին, ու երբ որ ինքը ծնվում է, ինքը ավելի, դաժե ասենք կարող ավելի հանգիստ լինի, ավելի ոնց որ sense քիչ ստրեսի մեջ լինի, քանի որ մեր հոգեվիճակը, ասենք մենք եթե անդադար ինչ-որ ստրեսի ենթարկվենք, բացա դա կփոխանցվի մեր ճուտիկին ու մեր բալիկը որ ծնվեց ինքն էլ ցով նույն ձևով կպահի կդրսևորի իրեն համար դա մեծ նշանակություն է այն Պլյուս նիհարելու հետ կապված, օրինակ նիհարելը յոգան ուղեկցվի ինչ-որ հատուկ դիետայով, թե առանց դիետայի էլ կարող օրինակ շատ մեծ քաշ ունեցող մարդը կորցնել քաշ միայն յոգայով զբաղվում։ Հա, ու դիետա եթե պահենք, то արդյունքը ավելի արագ կլինի, այսպես ասեմ, հա, մենք ավելի շուտ կտեսնենք արդյունք ու նայած ինչ դիետա նաև, ասենք դիետա, որը կմաքրի մեր օրգանիզմը ներսից, երբ որ մենք ուտում ենք առողջ սնունդ ու մենք մեր օրգանիզմը մաքրում ենք ներքին այդ շարակներից եւ ամեն ինչից, то մենք ավելի լավ արդյունք ենք տեսնում ու ավելի շուտ օրինակ ստեղ երբ որ ինձ սովորաբար իմ աշակերտներից որ կա որ հարցնում են բան, ես նո Հնդկաստանի համար եմ, հա, ասում առաջինը ասում եմ պետքա սկսենք բրինձը քչացնել։ Բրինձից իրականում այդքան շատ օգուտ չկա, որտեղ մարդիկ շատ են ուտում, շատ, ասենք օրը 3 անգամ մարդիկ ստեղ կարող են մի մեծ աման ուտել բրինձը։ Հացի փոխանց բրինձը։ Բրինձի պատրաստված, եթե բրինձ չի, բրինձից պատրաստված ուրիշ բաներ են, պոհա, իդրի, գոսադրի, հա, ու ես իրանց միշտ ասում եմ, որ դրանք պետքա քչացնենք մենք, չեմ ասում բացարձակ հանել, բայց ասենք պիտի կանոնավոր ձևով սնվենք, ավելի շատ թարմ մրգեր, պիտի բանջարեղեններ օգտագործենք դրա փոխարեն, եթե դու սոված ես զգում կամ զգում ես քաղցր մի բան ես ուտում, ասենք շոկոլադի կամ ինչ-որ քաղցրավենիքի, հա, այդ ասենք բոլոր տեղի քաղցրավենիքների փոխարեն, ասում գնա քաղցր միրգ կեր, մանգո կեր, բանան կեր, չգիտեմ, ուրիշ խորմա, խորմա, ոնց որ ասում այդ պահին քո օրգանը քաղցր օրգանիզմդ ուզեց, այդ քաղցրը իմպուլսը գնաց քո ուղեղին, հասավ, օքեյ, օրգանիզմ քաղցրը մտավ։ Всё, բավարարված է ինքը։ Թե ինչ տիպի քաղցր է, արդեն դու պիտի քեզ ղեկավարես մի քիչ էլ խապես քո ուղեղին օրգանիզմին։ Հա, բանի կոնֆետի փոխարեն ուրիշ քաղցր տաս, օգտակար։ Ոնց ասեցի, ամեն ինչ մեզնից է կախված։ Երբ որ զբաղվում ենք այս ամեն ինչով, ոնց որ ասում եմ, մենք ինչ որ ինքնադիսցիպլինա ենք ձեռք բերում, որովհետև ոչ բոլորին է հեշտ ամեն օր քեզ դիպո դու կանոնավոր ձևով վեր կաս, կանգնես, ասենք այդ մի ժամը կամ 1.5 ժամը զբաղվես, հա, այդ յոգայով, այդ ամեն ինչով, քորվա այդ ամեն ինչը։ Բայց երբ որ մենք դա անում ենք, դա մեզ արդեն դիսցիպլինա է սովորացնում, այդ դիսցիպլինան նաև մենք կարող ենք բերել մեր սննդի վրա նաև ու իրագործել։ Եթե այո, մենք որոշակի դիետա պահենք ու զբաղվենք յոգայով, իհարկե արդյունքը շատ ավելի արագ կլինի ու ավելի, հա, նշանակալից արդյունք կլինի։ Բայց առանց դիետա պահելու էլի, ասենք կան դեպքեր, երբ որ օրինակ ես երբ որ ծննդաբերից հետո միանգամից դիետա չէի կարող պահել, որովհետև պիտի բալիկին կերակրեի։ Ասենք ստեղ մենակ իմ նիհարելու բանը չէր, նաև որ երեխաների ես առողջանում միայն մտածում ես բալիկի մասին, այդ չի քննվում, որովհետև ամիսներ հետո միայն օրինակ 2-3 ամիս հետո իմ դեպքում երևի 4-5 ամիս հետո, չնայած ես երբեք դիետա չեմ պահել, ես 22 կիլոգրամ քաշ էի հավաքել հղիության ընթացքում, ես լույս 10 օրում ես 10 կիլոգրամ քաշ եմ կորցրել։ Ու բոլորը զարմանում են, որ դու ինչ շուտ նիհարեցիր։ Ես էլ։ Ես իմ առաջին հղիության ընթացքում բանը, ես շատ արագ իմ քաշը կորցրեցի, ընդ որում ավելի շատ քաշ կորցրեցի, քան մինչև հղիությունը։ Ես շատ նիհարեցի այդ ժամանակ, առանց
ընդ որում դիետա կամ ինչ-որ բան վայելում, իմ օրգանիզմը ուղղակի այդպես է։ Բայց ասենք ես այդ ժամանակ ոչ մի արվեստիկ բուժում, ոչ մի բան չեմ ստացվում, ուղղակի նորմալ։ Ասենք սնվել եմ ոչ տեղի ուտելիքներով, այդ պահին ես որովհետև բան եմ արել, էլի, իմ առաջին բալիկին ես Հայաստանում եմ ունեցել, առաջիններ եւ այլն չի ուզում ստեղ ունենայի, դեռ շատ ծանոթ չի երկրին, էլի։ Ու ասենք սնունդը դե մեր սովորական սնունդն է, դրա համար այդ տիպի, բայց երկրորդը ստեղ եմ ունեցել, այսինքն տարբերությունը ես տեսել եմ։ Ու երկրորդը արդեն այդ բուժումից բանից հետո ինձ համար օրգանիզմս դժվար էր քաշը կորցնել, բայց ասենք ես որ յոգայով զբաղվեցի, դիետա չեմ պահել, յոգայով եմ զբաղվել, քաշը ոնց որ ասում կորցնում էի, շատ արագ չէ, բայց ասենք ամեն շաբաթ 2.5 կիլո, ասենք ամեն 2 շաբաթում 2.5 կիլո գոնե կարողանում եմ կորցնել մենակ յոգայով զբաղվելով առանց դիետայի պահելու։ Հետո երբ որ արդեն բալիկս էլ չէր կերակրում կրծքով կամ եւ այլն, արդեն դրանից հետո նորմալ էր եւ կարող էի իհարկե դիետա պահել, ու դրանից հետո արդեն ես երբեք որ ճիշտ ասեմ, առանցապես ես ինչ դիետաներ չեմ պահել, բայց ասենք ինչ որ որոշակի սնունդներ արդեն քչացրեցի իմ ռացիոնում եւ այլն։ Իրականից հանեց։ Լուսյան, քանի որ չենք ուզում որս եթերներ, այսինքն կիսատ մնա ու անջատի ու երրորդ անգամ եթեր մտնենք, չգիտեմ, ինչքան ժամանակ է մնացել, երևի 25 րոպե ունենք։ Խոսենք մի քիչ տարիքային այդ տարիքային սահմանափակումների մասին ու յոգան երեխաների շրջանում, արդյոք կարելի է որ տարիքից ինչպես է իրականացվում։ Այո, ուրեմն տարիքային սահմանափակումների հետ կապված նախ ասեմ, որ շատ տարեց մարդիկ այստեղ զբաղվում են յոգայով, ես ունեմ աշակերտներ, ասենք որոնք որ արդեն 50 տարեկանից անց են եւ նրանք նոր են սկսել զբաղվել յոգայով, որովհետեւ դա շատ մեծ օգուտ է իրենց համար։ Իրականում յոգան չունի ոչ մի տարիքային սահմանափակում։ Կարող է զբաղվել ցանկացած տարիքի մարդը, եւ երեխան, եւ մեծահասակ մարդը, տարեց մարդը, բայց արդեն կախված է թե քո տարիքից դու ինչ տիպի յոգայով ավելի քեզ օգտակար կլինի զբաղվել։ Օրինակ տարեց մարդկանց համար ես խոսեմ մարդկանց, որոնց տարիքը 60-ն անց է, հա, 60-65 եւ անց։ Այդ տարիքի մարդկանց համար շատ օգտակար կլինի օրինակ զբաղվել ռեստորատիվ յոգայով։ Կա յոգայություն, որը կոչվում է ռեստորատիվ յոգա կամ ին յոգա։ Դա արդեն յոգայի տեսակն է, երբ որ ամեն ինչ շատ դանդաղ ու հանգիստ է գնում։ Դու արագ չես անում, դու դինամիկ յոգա չի, ինքը հանգիստ պասիվ է, հա, պասիվ յոգա է, ասանարների շատ մեծ տեսակն է, ինքը կարվում է նստած դիրքով, արդեն ոչ թե կանգնած կամ պարկել, շատ ասանարներ նստած դիրքով, ընդ որում օգտագործվում են լիքը բարձր, օգտագործվում են ինչ-որ փափուկ, հետո, հա, ասենք այդտեղ մատրաս կամ ինչ-որ բան, որ քեզ հարմար լինի։ Այդ մարդիկ, ասենք հանգիստ ձևով ասենք տարբեր դիրքերի մեջ են, ասենք անում են ընդամենը մի քանի դիրքեր, ասանաներ, որոնք որ անում են դանդաղ ու պահում են երկար ժամանակ։ Ասենք ոչ թե դինամիկ, մյուս տեսակների պես, արդեն ավելի։ Ու ռեստորատիվ ինքնն է ուղղված նրա համար, որ վերականգնի մեր օրգանիզմը, մեր մարմինը, մեր հոդերը, մեր մկանները, այսինքն ինքը ուրիշ ֆունկցիա է կատարում արդեն։ Այդ տիպի յոգայի դեպքում շատ օգտակար է, շատ լավ է զբաղվելը, մեծ բանալնում տարբերություն տալիս, պաստորն ոնց որ դանդաղեցնում է մեր ծերացումը, այսպես ասենք, դանդաղեցնում է մեզ ծերացումը, բերում է լավ ռելաքսացիա։ Երեխաների դեպքում էլի շատ օգտակար է, երեխաների դեպքում ավելի դինամիկ յոգա է պետք, քանի որ երեխաները աշխուժ են, լիքը էներգիա ունեն, իրաք եթե դանդաղ մի բան տաս, իրաք այնտեղ կսկսեն ամբողջ այդ ստուդիաները։ Իրաց հետ խաղի տեսքով է։ Յոգան ու խաղը ես համադրում եմ, խաղի տեսքով եմ միշտ անում, որ այդ երեխաները, ասենք, իրաց համար հետաքրքիր լինի։ Ասենք, վերում ենք խաղի օրինակ այնտեղ, ասենք, երեխաները ասենք պատկերում ենք հիմա տարբեր կենդանիների, միշտ իրանց հետաքրքիր այլում, ասենք, տարբեր ասամանները, տարբեր կենդանիներ են, ես նաև, ասենք, ունեմ ինչ-որ գույնավոր քարտերով ցույց եմ տալի, այս որ կենդանին է, գուշակեք իրանք ասեն, ասենք, կենդանու անում, օրինակ առյուծը ինչ ձայն է հանում, այս ձայնն է հանում, հիմա առյուծը ոնց պետք է նստի, ասենք, կամ ինչ պետք է անի։ Իրանց համար խաղի տեսքով շատ հետաքրքիր է, ու ասենք, իրանք շատ ճկուն են, երեխաները բացարձակ ճկուն են, իրանց հետ կարող ես անել ցանկացած ասանա, իրանց մարմինը ամեն ձևով կարա պտտվի եւ ոչ մի խնդիր չի լինի։ Շատ արդյունքը արագ կլինի։ Մեկ շաբաթում, ասենք,
այդ երեխան կարա շատ մեծ արդյունք ցուցաբերի, մեծ աճ, ասենք նույն մեծահասակի համար այդ նույն արդյունքը ասենք կարող է ամիսների կամ տարիների չարքաշ աշխատանք լինի։ Բայց երեխաների օրգանիզմը ամենակարևորը, քանի որ այդ ճկունությունը կա, այդ առողջությունը կա, այդ փոքր տարիքից որ պարապում են, երեխաները պահպանվում է իրենց մոտ, անգամ մեծ տարիքում իրենց մարմինը լինում է շատ ճկուն, իրենց համար այդ արդեն իրանք գիտեն ինչ պիտի անեն, որ կարողանան, ասենք մարմինը իրենց ասենք այդտեղ ցկեն, հա, ասենք իրենց մարմինը այնտեղ այդ մկանները բոլոր, ասենք այդ զգացումը, որը մկանները սպար փակված են, ոնց բացես քո այդ մկանները, քեզ ավելի լավ զգաս։ Հետո սովորացնում է երեխաներին կոնցենտրացիա։ Երեխաների մոտ շատ դեպքերում, ասենք դժվարություն կա ինչ-որ բանի վրա կենտրոնանալը, հա, երկար կոնցենտրացիա պահելը։ Կան որոշակի ասանաներ, որոնք ինքնին հենց ուղղված են այդ, որ երեխայի մոտ կոնցենտրացիան լավացնեն, ուժեղացնեն։ Մեդիտացիան շատ լավ երեխաների մոտ սովորացնում է իրանք որ ավելի կարողանան, քանի որ իրանք շատ էմոցիոնալ են, բոլոր երեխաները իրանք ահավոր էմոցիոնալ կծիկներ են։ Ագրեսիվությունը, օրինակ երեխաներ կան, որ ներքուս շատ ագրեսիվ են, իրենց օրինակ չգիտեմ, խաղաղ պայմանները, շատ դրական մոտեցումը, շատ քնքուշ եւ ոչինչ չի օգնում, այդ ագրեսիվությունը ներսից է գալիս։ Երևի թե դա է կօգնի, դրան էլ կօգնի յոգան։ Կօգնի, միանշանակ, որ ասենք յոգան իրանց կօգնի այդ ագրեսիվ էներգիան իրանք արդեն ուղղեն ավելի պոզիտիվ, ինչ որ վերածեն պոզիտիվ էներգիայի։ Եվ բացի դրանից շնչառական վարժությունները, պրանայամաները հատուկ սովորեցնում են, որ երբ որ իրանք այդ պահին իրանց մոտ այդ հոգեվիճակ առաջացավ, հա, մի բան արդեն ցույց են անել, միանգամից ասենք սկսեն ճիշտ ձևով շնչեն, իրանց մի հատ հանգստացնեն, նոր երբ որ մի քիչ հանգստացան, արդեն գնան, ասենք ինչ-որ ռեակցիա տան կամ ինչ-որ մի բան անեն։ То есть որ տարիքից է, ասենք որ տարիքի երեխաները այդքանը կհասկանան ու որ կարողանան մինիմումը, որ տարիքից կարող են սկսել։ Ну, ասենք մինչև 5 տարեկան երեխաների հետ ահագին դժվար է աշխատել, հնարավոր է, ասենք թեկուզ 2, օրինակ իմ աղջիկը ինքը հիմա 2.5 տարեկան է, ես որ յոգան եմ, ինքը ինձ հետ գալիս է, ինքը սկսում է իմ հետ յոգա պարապել անել։ Մենք մեկ սամուսինը գալիս քերը տենց դնում, ինչ որ դիրք անցնում ու նստում։ Իրան շատ է դուր գալիս, ինքը փորձում է, անում է, հա, բայց ասենք մինչև 5 տարեկան երեխաների հետ հնարավոր է անել, բայց պարզապես ահագին դժվար է, որովհետև դու պիտի կենտրոնանաս միայն այդ երեխայի վրա, դժվար է արդեն խումբ պահել այդ դեպքում, հա, երբ որ խումբ ալինում, արդեն ընդ որում տարիքային տարբեր երեխաներ, այդ խումբը շատ դժվար է կառավարելը, որովհետև ասենք այդ արդեն ամեն ինչ գնում է այս կողմ այն կողմ։ Ու եթե ունես 5 տարեկանից ցածր երեխաներ, դու պետք է կամ ինդիվիդուալ դաս վարես, կամ պետք է ունենաս 1-2 հոգի, ասենք ընդհանրապես 1-2 հոգի, ու նրանց հետ պետք է ասենք հասկանաս այդ երեխայի նախ բնավորությունը, հասկանաս հետաքրքրությունները եւ այլն, կարող ես իրենց հետ աշխատել այդ տարիքից էլ ինչ որ կոնցեպտներ դու կարող ես հասկացնել, ասենք նկարների ձևով, պատմությունների շատ դեպքերում ինչ են կանում։ Օրինակ պատմում ես պատմություններ, հետաքրքիր պատմություն այդ երեխայի համար, այդ պատմություն, որը որ ունի ինչ որ իմաստ, որ հետո իրան այդ պատմությունով բերես ու կարողանաս բացատրել։ Հա, նկարների ձևով, ասենք տալի դրաստրասկեք, հա, կան իրանք նկարում են, գունավորում են, բան են անում, հետո որ նկարը ստացվեց, դու իրանց պատմես դրա շուրջ պատմություն, հետո բացատրում ես, օրինակ, ասենք սենց բան եղավ, այսինչ երեխան այսինչ ձևով իրան պահեց, այսինչ հետևանք եղավ, կամ չգիտեմ ինչ եւ այլն, կամաց իր մոտ փաստորեն կոնցեպտ է, կոնցեպտը ստեղծում ես այդ իր մոտ։ Իրականում երեխաները շատ խելացի են, շատերը թերագնահատում են, մտածում են փոքր երեխան բան չի հասկանում, բայց դա այդպես չի, անգամ փոքր երեխաները իրանք ոնց որ գուբկան են, իրանք ամեն ինչ ընկալում են ու ամեն ինչ շատ լավ հասկանում են, պարզապես մենք շատ դեպքերում չենք կարողանում իրենց հետ ճիշտ լեզու գտնել, դա իրանց սխալը չի, դա մեր սխալն է, մենք պետք է իր հետ ճիշտ լեզու գտնենք, եթե մենք կարողացենք այդ լեզուն գտնել ճիշտ, մենք կարող ենք արդեն իրանց հասկացնել ամեն ինչը եւ կարող ենք ասենք հասկանալ նաեւ իրանք ինչ են ուզում ասեն, հա, իրանք հոգեվիճակը կամ իրանք ինչ անհանգստացնում այդ ամեն ինչը
ոնց որ դա կոնկրետ իմ դեպքում ինձ շատ օգնում է իմ հոգեբանական կրթությունը, ես այդպես եմ կարծում, քանի որ կրթությամբ հոգեբանան շատ բաների այլ ձևով եմ նայում, շատ process-ներ հասկանում եմ, ասենք ինձ համար դա երևի մի լայվ հետո, մի եթեր հետո անենք հոգեբանության տեսանկյունից, ինչ որ հետաքրքիր թեմա ունենք, շատ մամաներ կան ինձ հետևող, հոգեբանիկներ վստահ եմ, որ անելանելի ինչ-որ իրավիճակներ լինում են, որ բոլորիս մոտ է լինում են, չգիտես ոնց վարվես, որ ճիշտ լինի, ու բոլորիս է հոգեբանի խորհուրդը պետք է էլի, անհրաժեշտ է, կարիքը ունենք, այնպես որ մտածենք մի հետողությամբ։ Միանշանակ, խնդիր չկա։ Լավ, ուրեմն վերջ, էլի ինչ-որ ավելացնելու բան ունես, ուրիշ կոնկրետ տենց այլ ինձ թվում է այս թեմաների շուրջ ինչքան որ ժամանակը մեզ ներեց, հա, մենք խոսեցինք, ուզում եմ ավելացնել, որ էլի եթե ինչ-որ հարցեր, խնդիրներ կամ բան կլինեն, կարող եք կամ ասենք կամ ես քո միջոցով միգուցե կամ կարող են միանգամից ինձ գրել, արդեն ոնց որ նշեցիր, կոնտակտները կկիսվես, հա, մեծ հաճույքով ես կպատասխանեմ բոլորի հարցերին, հա, կպատասխանեմ բոլորի հարցերին, կփորձեմ ինչքանով որ հնարավոր է աջակցեմ, օգնեմ, հələ որ on-line տարբերակով միայն հեռակա հնարավոր չի, հա, անձամբ Հայաստանում այս բան լինելը, հա, հետագայում արդեն կտեսնեմ, որտեղ ես պատրաստվում եմ, այս տարի պատրաստվում եմ, հա, մինչև այս ամեն ինչը սկսվեց Հայաստան գալ, պրոյեկտներ ահագին ունեի, յոգայի հետ կապված, բայց ամեն ինչի հոդս ցնդեց, ուսա, որ հնարավոր լինի հետագայում, հա, ինչ-որ անցկացնել։ Լույս ջան, երբ հայտարարեցի, որ Կերելայից ես, նամակներ ստացա, որ ուզում եմ Կերելայի մասին էլ իմանալ, Լուսինեն կպատմի եթերի ընթացքում, իհարկե չեն կարող ամեն ինչ խառնել իրար, դա ուրիշ թեմա է, Կերելայի էկզոտիկ բնության, մարդկանց տարբեր սովորույթների եւ այլնի մասին, էլի մի շարք լայվ էլ ուրեմն պիտի անենք միասին։ Հա, էլի լայվ անենք, այնքան պատմություններ կան։ Բնի եթերներ կունենանք ու շատ մարդիկ սպասում են, այնպես որ էլի կհանդիպենք, շատ շնորհակալ եմ, որ միացաք ու ամբողջ էներգիան, գիտելիքները, ամեն ինչ ներդրեցիք ու մեզ տեղեկացրեցիք շատ տեղեկատվական եթերեր ու վստահ եմ մեզ դիտողները բավարարված են, հարցերի պատասխաններ ստացան, շատ ապրես, դու շատ լավն ես։ Շատ շնորհակալ եմ ես էլ քեզ, Ասճան, որ դու կազմակերպեցիր այս ամեն ինչը, ապրես դու մի խոսքով։ Շատ շնորհակալ եմ ես էլ։ Բոլորդ, որ հետևում եք, մասնակցում եք, մի խոսքով, շնորհակալ ենք բոլորիդ, արդեն ուշ է, ժամանակն է ինձ թվում է ավարտել րոպեից, իրար հաջողություն հայտնենք, հրաշալի լայվ հարցիր ջան, ապրես։ Լավ, լույս ջան, հանդիպենք ուրիշ եթերի շրջանակներում, բարի գիշեր։ Բարի գիշեր, ստեսություն։ Ստեսություն։